Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Աշխատանքային այցով Տաջիկստանում գտնվող Նիկոլ Փաշինյանն այդ երկրում էլ օրը սկսել է հեծանի վարելով։ Հետո կադրեր է հրապարակել, թե ինչպես է աշխատում հայկական երաժշտության ներքո։ Հեծանվային լուսաբացը այսօր Դուշանբեում է եւ հեծանվային լուսաբացներ եւ զբոսանքները ինձ համար կարևոր են ոչ միայն որպես ֆիզիկական ակտիվություն, այլև որպես առնչություն կյանքի փիլիսոփայությանը, այն իմաստով, որ հեծանիվով ավելի պատկերավոր ես հասկանում, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է։ Տեսախցիկների օբյեկտիվից չի վրիպել Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի գրկախառնությունը ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումից հետո։ Մեկ այլ ուշագրավ դրվագ Լուկաշենկոյի մասնակցությամբ դիմելով Իլհամ Ալիևին, Բելարուսի նախագահը կատակում է, թե անհանգստանում է, որ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովին չի մասնակցի։ Ավելի ուշ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնեց, որ Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը զրուցել են։ Քննարկել են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապրապնդման ուղղված գործընթացը, վիճելի հարցեր չեն քննարկել, զրույցը ջերմ է եղել։ Նուբար Աֆեյանն է խոսել գերիների ազատ արձակման մասին, նա կարծում է, որ բոլորը պետք է աշխատեն ցանկալի արդյունքի հասնելու համար։ Ովև մեկ հայ, որ աշխարհի վրա գա, պետք է իր մեջ ուժը գտնա, որ օգնի ծրագրով, եւս կառավարությունը, եւս տարբեր գազམ་ագերություններ, միջազգային ուժեր, գազམ་ագերություններ, նախագահներ, բոլորին փորձում ենք այսինքն խնդրել, պահանջել, բարդացրել, որ ասկորձը լուծվի։ Եվ բանալիներ ազատվել։ Երևանում օտարերկրացուն ավտոմեքենա են նստեցրել, հարվածել, ստիպել, որ որդին իրենց ուղարկած մարդուն $250,000 փոխանցի։ Տուժողը իրանցի է, փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Թրամփը չի նեղացել Նոբելյան կոմիտեից, շարունակելու է աշխատել նույն ոգով, չնայած 8 ամսում արդեն 8 պատերազմ դադարեցնելուն նրան այդպես էլ չհաջողվեց արժանանալ խաղաղության Նոբելյան մրցանակին։ Նոբելյան կոմիտեի որոշմամբ 2025 թվականի խաղաղության մրցանակը շնորհվել է Մարիա Կորինա Մաչադոին, Վենեսուելայի ժողովրդի դեմոկրատական իրավունքները պաշտպանելու եւ բռնապետությունից ժողովրդավարություն խաղաղ անցում հասնելու պայքարի համար։ Նոբելյան կոմիտեի հաղորդմամբ Մարիա Կորինա Մաչադոն պատասխանում է Ալֆրեդ Նոբելի կտակում նշված բոլոր 3 չափանիշներին խաղաղության մրցանակի դափնեկրի ընտրության համար։ Նա միավորել է իր երկրի ընդդիմությանը, երբեք չի տատանվել Վենեսուելայի հասարակության ռազմականացմանը դիմադրելու հարցում եւ անսասան է եղել ժողովրդավարության խաղաղ անցմանն իր աջակցության գործում։ Մարիա Կորինա Մաչադոն աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկից զատ կստանա նաեւ դրամական պարգև $1,170,000։ Գիշերն ու Բարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է։ Օրվա ընթացքում Երևանի տարբեր հատվածներից երևացել է աղբավայրից բարձրացող ծխի մեծ ամպը, որը քամին տարածել է հարակից վարչական շրջանների վրա։ Նուբարաշենի աղբավայր էր ուղևորվել նաև քաղաքապետ Ավինյանը։ Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ ես երաշխավորում եմ, այս դեպքը չի կարող մնալ անպատասխան։ Միաժամանակ խստացվել է աղբավայրի տարածք մուտքի եւ ելքի ռեժիմները։ Սիրելի երևանցիներ, մենք արդեն մշակել ենք կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը եւ այս տարի հայտարարվելու է այդ մրցույթի առաջին փուլը։ Սա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։
Ֆիլիպինների ափերի մոտ 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կա ցունամիի վտանգ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալով օջախի 58 կիլոմետր խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Դավաո նավահանգստային քաղաքից 144 կիլոմետր հեռավորության վրա։ Ֆիլիպինների մի շարք քաղաքներում չեղարկվել են դպրոցական պարապմունքները, ցունամիի սպառնալիքի պատճառով տարհանում է հայտարարվել։ Նախնական տվյալով 1 մարդ մահացել է, կան տուժածներ։ Ստամբուլի Թուզլա շրջանում նավ է շրջվել, վթարի հետևանքով 1 մարդ է մահացել, նա օտարերկրացի է։ Իրանի վրա հարձակումը Թրամփը չափազանց կարևոր է համարել, նրա խոսքով, եթե դա տեղի չունենար, Թեհրանը հավանաբար միջուկային զենք կունենար եւ ոչ թե մեկ, այլ մի քանի միջուկային մարտագլխիկներ։ Թրամփը պատրաստ է Իրանի հետ աշխատել երկիրը վերականգնելու ուղղությամբ։ Բելգիայի իրավապահ մարմինները Անտվերպենից 3 երիտասարդի են ձերբակալել, նրանք ըստ հաղորդագրության հարձակում էին նախապատրաստում վարչապետ Բարդ դե Վևերի վրա, օգտագործելով անօդաչու թռչող սարք։ Երկու պար Նոր Զելանդիայի խորհրդարանում կուսակցություններից մեկի անդամները ընդհատել են նիստը եւ ինքնաբուխ ծիսական հակապար կատարել։ No, not that. The guarantee was that would not be taking place. Առաջարկում եմ միասին ծանոթանալ մամուլի հրապարակումներին։ Հրապարակը գրում է ԿՊ վարչության արդյունքները շարունակում են քննարկվել իշխող թիմում, ասում են երդվյալ ԿՊ-ականները, հատկապես ծանր են տարել Արմեն Խաչատրյանի հաղթանակը նոր վարչության անդամ դառնալը։ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին երկար ժամանակ ոստիկանության բարձր պաշտոններ է զբաղեցրել, այլ կերպ ասած նախկին կրոնափոխներից է, բայց փաստորեն այսօր դառնում է ԿՊ ղեկավար կազմի ներկայացուցիչ։ Այդ փաստը հատկապես ցավագին են ընդունել մարզի ԿՊ-ականները՝ Մարինա Ղազարյանը, Դավիթ Դանելյանը եւ այլք։ Անգամ մեղմորեն Խաչատրյանին զգուշացրել են, որ մարզի վերաբերյալ կարևոր որոշումներ ընդունելուց առաջ ոչ թե իր կարծիքն է որոշիչ դառնալու, այլ բոլոր կուսակցականների։ Իդեպ օրերս տեղի է ունեցել Խաչատրյանի դստեր հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան։ Նույն աղբյուրը գրում է. մի քանի օր է ԿՊ-ն ողջ կազմով ծանր մարտեր է մղում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ։ Վերջինս հայտարարել է, որ քաղաքական հայտ է ներկայացնում, ձևավորում է կուսակցություն, մասնակցելու է ընտրություններին եւ հավակնում է Հայաստանի վարչապետի պաշտոնին։ Իշխանական թիմին հրահանգ է իջեցվել օրորոցում խեղդել ընդդիմադիր ցանկացած քաղաքական նոր ուժի ծնունդ։ Կարևոր չէ, թե այդ ուժն ինչ շանսեր ունի։ Եթե շատ աննշմար է, նրան փչացնելու գործը կարող են անել ֆեյքերը։ Եթե մի քիչ ծանրակշիռ է, ԿՊ հրետանին։ Բացի այդ, 2026 թվականի ընտրություններից առաջ խնդիր է դրվել չեզոքացնել բոլոր ընդդիմադիր համայնքներն ու համենքապետերին, եթե հնարավոր է ազատվել նրանցից, եթե ոչ, հնազանդեցնել, հպատակեցնել։ Հրապարակը նաև գրում է. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում ընդդիմության մասին հայտարարությունները որոշ տեղեկություններով ծանր են տարել երրորդ նախագահի գլխավորած ՀՀԿ-ում։ Ռոբերտ Քոչարյանը իհարկե չհիշատակեց ՀՀԿ-ի մասին, ասելով, որ ընդդիմադիր ուժերից խորհրդարան անցնելու շանսեր ունեն միայն իր ղեկավարած Հայաստան դաշինքն ու անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի ուժը։ Նա հավելեց նաև, թե այս երկու ընդդիմադիր ուժերը կարող են միասին ավելի շատ ձայն ստանալ, քան Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը։ Չեմ ուզում տոկոսների բանի, սենց ասեմ, բոլոր համենայն դեպս սոցիոլոգիայով մի քիչ վերև ներքև այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան, բավական, սենց ասեմ, շատ չեն զիջում ԿՊ-ին, բավական փոքր մարժայով են ԿՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորն արդեն շեշտակի ավելի են։ Մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը։ Կլինի երրորդը, ես շատ կուզենամ, որ լինի նաև երրորդը։ Ըստ երկրորդ նախագահի իր տպավորությամբ եւ այն սոցիոլոգիայով, որն այսօր
կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է 0-ի, եթե ընդդիմությունը սխալներ չգործի։ Ինչու Քոչարյանը չհիշատակեց Սերժ Սարգսյանին եւ նրա առաջնորդած ուժը եւ արդյոք ծանր են տարել այս փաստը ՀՀԿ-ում։ Կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասեց. «Շատ թեթև ենք տարել, ավելի ճիշտ հանգիստ» եւ պարզաբանեց. «Յուրաքանչյուր մարդ ազատ է իր կարծիքն արտահայտելու, իր տպավորություններով կիսվելու, այդ մարդու կարծիքն էլ դա է, մենք չենք պարտադրում»։ Աննախադեպ խցանումներ Չինաստանի Պեկին, Հոնկոնգ, Մակաո մայրուղու վրա այն տասնյակ կիլոմետրեր է ձգվել։ Այս կադրերում միլիոնավոր չինացիներ փորձում են տուն վերադառնալ ոսկե շաբաթ տոնից հետո, այն խորհրդանշում է Չինաստանի անկախությունը։ Չինաստանում խոզի լյարդի փոխպատվաստումից հետո հիվանդը 170 օր ապրել է, սա առաջին նման ձեռքբերումն է, որի մասին պաշտոնապես հայտնել են գիտական ամսագրում։ Ավելի վաղ մարդկանց խոզի երիկամներ ու սիրտ են փոխպատվաստել։ Սախալինում շատ խիզախ շունը վախեցրել է արջերի մի ամբողջ ընտանիքի, իսկ տեսանյութը նկարահանել է Շանտերը, որը հանգստանում էր անտառում։ Եվ եղանակ ցրտում է ջերմաստիճանը կնվազի միանգամից մինչև 10 նիշ, լեռնային մարզերում սպասվում է -2 աստիճան։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։